Բարի երեկո, Արմատ մեդիայի եթերում կուլիսային փոդքասթն է, այսօր ես զրուցել եմ Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Պարոն Օհանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Պարոն Օհանյան, ձեզ ներկայացրի որպես Հայաստան խմբակցության ղեկավար, բայց արդեն մի քանի օրից այս գումարման խորհրդարանը այլևս չի գործի։ Դուք էլ չեք լինելու Հայաստան խմբակցության ղեկավարը, որովհետև չէիք ընդգրկվել նախընտրական ցուցակում։ Ինչու՞ դուք լքում եք քաղաքականությունը, պարոն Օհանյան։ Նախ եւ առաջ ես պետք է ասեմ, որ իմ համար պատիվ է եղել դաշինքի կազմում լինել, մեր դաշինքի քաղաքական ուժերի հետ գործընթացներում բոլոր մասնակից լինել եւ ղեկավարել Հայաստան խմբակցությունը։ Իհարկե ես չեմ մերժում, ես Հայաստան դաշինքի կազմում լինելու եմ եւ շարունակելու եմ իմ գործունեությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այդ գործընթացների շրջանակներում ազգային ժողովից դուրս։ Իմ ցանկությունն է եղել, ես իհարկե քննարկել եմ եւ քաղաքական ուժերի եւ դաշինքի ղեկավարի հետ եւ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում պետք է հետևություններ անել, գործընթացներից հետևություններ անել եւ այս պահին ես գտնում եմ, որ փորձի հետ միասին երիտասարդ ավիունին պետք է ընդառաջ գնալ եւ ես գտնում եմ, որ այն падգամավորները, ովքեր որ տեխնացուները, ովքեր որ ընտրվել են ապագա մեր խմբակցության կազմում եւ աշխատել են նախկինում եւ ավելի լավ կներկայացնեն մեր խնդիրները, մեր ծրագրերը եւ մեր գործունեության շրջանակներում ավելի հետեւողական կլինեն։ Այսինքն ցանկությունը իմն է եղել ապագա ազգային ժողովում չմասնակցել։ Պարոն Օհանյան, ինչպիսին եք պատկերացնում ձեր գործունեությունը ազգային ժողովից դուրս, երբ ասում եք լինելու եմ Հայաստան դաշինքում, նրանց կողքին, ինչպես եք պատկերացնում, ինչ անելիք ունեք։ Տեսեք, կարծում եմ, որ դաշինքը իր գործունեությունը շարունակելու է երկու ձևաչափով՝ եւ ազգային ժողովում, եւ ազգային ժողովից դուրս, եւ յուրաքանչյուր ուղղության մեջ գոյություն ունի գործիքակազմեր, եւ այդ գործիքակազմերի ուրեմն ծրագրավորման շրջանակներում մենք խորհրդակցենք, կհետևենք, տեսնենք եւ մնացած բոլոր խնդիրների շրջանակներում, որոնք որ ազգային ժողովից դուրս են լինելու, ես այնտեղ մասնակից կլինեմ, իհարկե իմ հնարավորության շրջանակներում ես կաջակցեմ եւ մեր падգամավորներին, ապագա ազգային ժողովում եւ նաեւ ազգային ժողովից դուրս, ինչպես նախկինում եղել է մեր քաղաքական ուժերի, մեր դաշինքի բոլոր համակիրների հետ համապատասխան աշխատանք ծավալել։ Պարոն Օհանյան, ես ուզում եմ հասկանալ, դուք խորհրդանական գործունեությունից եւ հատկապես հենց այս կազմով խորհրդանից, որովհետեւ կազմը գրեթե չի փոփոխվել, մեկ ուժի փոփոխություն է տեղի ունեցել, բայց իշխանությունը նույնն է, այսինքն քաղաքացիական պայմանագիրը դարձյալ նույն դեմքերով այնտեղ ներկայացված է լինելով։ Դուք այդ խորհրդարանից հիասթափություն ունեք, այսինքն գուցե դա է պատճառը, որ չեք ուզում այլևս այնտեղ գտնվել, որովհետև նախորդ գումարման խորհրդարանում նաև ձեր մասնակցությամբ եղել են շատ տհաճ իրադարձություններ, իսկապես ցավալի դեպքեր են տեղի ունեցել, երբ ազգային ժողովի նախագահը օրինակ ձեզ հետ խոսել է ներողություն արտահայտությանս համար, բայց ձեզ հետ խոսել է արայով եւ բնական է, որ դա ձեզ պետք է շատ այսպես վրդովեցնել։ Այսինքն դա է պատճառը, որ դուք գուցե նաեւ մտածում եք, որ դա ձեր տեղը չէ։ Դա չէ պատճառը, բայց միևնույն ժամանակ էլ կարող եմ ասել, որ իրականում երբ որ դու քո ամբողջ կյանքում պետականամետ ես եղել եւ գործադիրում ես աշխատել, մանավանդ պաշտպանության նախարարությունում, ավելի հոգեհարազատ է գործադիրում աշխատանք իրականացնելը եւ յուրաքանչյուրը իր ունակություններն ունի եւ ես գտնում եմ, որ իրականում ես ասացի, որ մեր տեխնացուները, մեր падգամավորները, ովքեր որ նախորդ խորհրդարանում աշխատել են, իրենք իրենց լավագույնս կերպով դրսևորել են եւ կարծում եմ այս խորհրդարանում էլ իրենք իրենց աշխատանքը շարունակելու են։ Ինչ վերաբերում է նախկին 8-րդ գումարման ազգային ժողովին, իհարկե այնտեղ մթնոլորտը մի քիչ այն չի եղել, տհաճ դեպքեր շատ են եղել եւ հիմնականում դա գալիս էր
խորհրդարանի ղեկավարից, ազգային ժողովի ղեկավարից, որը որ ունակ չէ ընդհանուր առմամբ եղել մարդկանց հետ աշխատելու, մարդկանց լսելու։ Ինքը ի վերջո նաև կարող եմ ասել, որ այս 5 տարիների ընթացքում երբևիցե չի փորձել նստել խորհրդարանական ուժերի, խմբակցությունների ղեկավարների հետ եւ փորձել հարաբերություններ ինչ որ ձևավորել։ Մի քանի անգամ նույնիսկ իր հետ զրույցի ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ ինքը ունակ չէ լսելու, ընդհատում է եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է դա արդեն դուք նկատեք տեսախցիկներից դուրս զրույցը խորհրդարանից տեսախցիկներից դուրս։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի ղեկավարի պահվածքին, իրենց խոսելաձևին, դա ընդհանուր կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի նույն Նիկոլ Փաշինյանի վարքագծի եւ խոսելաձևից է գալիս եւ այդ տհաճ երևույթները այն ժամանակ են եղել, որ բացահայտ կերպով ես խորհրդարանի ղեկավարությանը ասել եմ, որ իրենք ստում են, իրականում իրենք ստել են, բայց եթե մենք ապագային նայենք, հա, ես կարող եմ ասել հետևյալը. ընդհանուր առմամբ անցումային ժամանակահատվածի երկրների համար խորհրդարանական կառավարումը իր մեջ չի պարունակում երկարատև եւ կայուն կառավարում։ Միշտ փոփոխություններ են լինում, բայց անցումային փուլի երկրներում, այնպիսին ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, Խորհրդային Միության փլուզումից հետո երկարատև եւ կայուն կառավարում է պահանջում, օրինակ նախագահական կամ կիսանախագահական կառավարում, բայց նույնիսկ եթե մենք անցել ենք խորհրդարանական կառավարման, անցած 8-րդ գումարման ազգային ժողովից մենք պետք է հետևություն անենք։ Երբևիցե պետք չէ թույլ տալ ուժերի այսպիսի հարաբերականություն, երբ որ մեկ ուժը ինչ ցանկանում, ինչ ուզում, այնպես էլ անում է։ Ասենք կառավարությունից ինչ ասում են, խորհրդարանը դակում է, ընդհակառակը պետք է խորհրդարանական վերահսկողություն իրականացվի գործադիրի նկատմամբ։ Այս պարագայում գոնե եթե այդպիսի կառավարման ենք մենք անցել, կոալիցիոն կառավարումն է ճիշտ։ Այսինքն կոալիցիոն կառավարման մեջ քաղաքական ուժերը գոնե իրենք իրար մեջ քննարկումներ են իրականացնում, կարող են զսպել, կարող են առաջարկություններ անել եւ ճիշտ որոշումներ ընդունել։ Դուք ասացիք ազգային ժողովի նախագահի նաեւ անձից էր գալիս այդ լարված մթնոլորտը։ Գուցե դա էր պատճառը, որ ազգային ժողովի նախագահային քաղաքացիական պայմանագիրը փոխեց, ինչ եք կարծում, եւ այս նախագահի դեպքում Ռուբեն Ռուբինյանը, եթե իհարկե ընտրվի արդեն ազգային ժողովում, երևի հավանաբար կընտրվի, ինչ որ բան կփոխվի, պարոն Օհանյան, թե կարծում եք նույնն է տեղի ունենալու։ Կարծում եմ, որ իրենց գործունեությունը փորձելու են նույն ձևով, նույն կերպ շարունակել։ Նույնիսկ ավելի թեժ ասում են իրենք են։ Նույնիսկ իրենք ասում են ավելի թեժ, բայց ուժերի հարաբերականությունը մի քիչ փոխվել է։ Սահմանադրական դատարանը ի վերջո ընթացք տվեց այն բեսպրեդելին, որը որ եղել է նախկին խորհրդարանում եւ նաեւ այս խորհրդարանում, եւ եթե ուրեմն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցներ, իրականում իրենք անցել են եւ իրենք հանցագործություն կատարեցին, մերժելով Բարգավաճ Հայաստանի մասնակցությունը հետագա գործունեության ընթացքում։ Բայց այս պարագայում իրենք փորձելու են իրենց գործելավոցը շարունակել, բայց ուժերի հարաբերականությունն այն է, հուսամ, որ ընդդիմադիր ուժերը եւ ես գիտեմ, որ ընդդիմադիր ուժերի միջև նաեւ այսօր քննարկումներ կան, խորհրդակցություններ կան, համաձայնություններ կան, կփորձեն հակակշռեն, կփորձեն զսպել այն ախորժակը, որ իրենք նաեւ փորձում են եւ ասում են, որ կշարունակեն։ Այսինքն կարծում եք, այս ընդդիմությունը ավելի արդյունավետ է լինելու։ Ուժերի հարաբերականությունը այլ է։ Հարաբերակցության առումով է արդյունավետ։ Հարաբերակցության առումով այլ է եւ կարծում եմ, որ կաշխատեն։ Մենք էլ ինչքան որ կարողանանք կաջակցենք իրենց։ Պարոն Օհանյան, ուզում եմ նաև շատ կարճ գնահատական տակ նախորդ
գումարման խորհրդարանում ընդդիմության եւ իհարկե հատկապես Հայաստան դաշինքի, որովհետեւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն էր գործունեությանը, որքանով էիք արդյունավետ եւ նաեւ ինչ սխալներ ունեիք, կարող եք ձեր սխալների մասին էլ խոսել։ Այսինքն այնքան արդյունավետ էիք, որ ամենամեծ խմբակցություն էիք, բայց այդ տարիների ընթացքում եղան շատ ցավալի իրողություններ, տարածքային զիջումներ, Արցախի հայաթափում եւ հանձնում եւ այլն եւ այլն։ Այստեղ ընդդիմադիր խմբակցությունները ունեին իրենց մեղավորությունը, թե ոչ։ Տեսեք, նախորդ գումարման, այսինքն այս գումարման, դեռևս ժամանակ կա մինչև օգոստոսի սկիզբը, գործունեության ընթացքում բավականին ներդաշնակ են գործել ընդդիմադիր ուժերը, ես նկատի ունեմ եւ Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը եւ ես ընդհանուր առմամբ մեր գործունեությունը բավարար եմ գնահատում, որքանով ենք հասել մենք վերջնական մեր արդյունքին, իհարկե, եթե մենք լսենք ժողովրդին եւ այն հիմնական նպատակը, որ մենք դրել էինք իշխանափոխություն իրականացնենք, չենք կարողացել իրականացնենք, բայց բավարար եմ գնահատում այն առումով, որ մեր խմբակցության կազմը հիմնականում մնացել է, մենք մեկ կորուստ ենք ունեցել 29 հոգուց եւ բացի խմբակցության կազմում ազգային ժողովում գործունեությունից մեր խմբակցության քաղաքական շատ ուժերի ներկայացուցիչներ աշխատել են եւ կուսակցության մեջ եւ աշխատել են նաեւ այս տարիների ընթացքում ծավալված ամենախոշոր շարժումներին, ես նկատի ունեմ հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում, մենք փորձել ենք մեր կապը միշտ պահել մեր ժողովրդի հետ, մեր համակիրների հետ եւ այստեղ ես կարեւորում եմ եւ գտնում եմ, որ իմ համար եւ պատիվ է եղել եւ նաեւ որոշակի դաս է նույն հայ հեղափոխական դաշնակցության հետ մեր համագործակցությունը, որովհետեւ ազգային կուսակցության հետ ենք մենք աշխատել, որը որ ամենամեծ այսպես կառուցվածքային ձևավորված համակարգը ունի ամբողջ Հայաստանով մեկ։ Իհարկե մենք բացի ազգային ժողովում աշխատելուց, որտեղ որ մենք տարբեր առաջարկություններ ենք արել, օրինակի համար մենք առաջարկություն էինք արել, որ նվազագույն կենսաթոշակը պետք է բարձրացվի մինչև 100,000 դրամ, մեր պետության հնարավորությունները, բյուջեի հնարավորությունները արդյունավետ բաշխման արդյունքում բավարար էին, որպեսզի մենք հասնենք դրան, բայց նույնիսկ բանակցությունների ընթացքում մենք կանգնեցինք 80,000 դրամի վրա, որը որ այսօրվա իշխանությունները մերժեցին։ Բացի դրանից մենք արտահերթ, հրատապ եւ հրատապ հարցեր եւ լսումներ ենք անցկացրել մեր առջև ծառացած ամենակարևոր խնդիրների շրջանակներում՝ անվտանգություն, արտաքին հարաբերություններ, Արցախի հետ կապված հարցերում։ Օրինակի համար տեսեք, մենք ունենք միջխորհրդարանական հանձնաժողով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի որի նիստերը Հանրապետության, չգումարվեցին, որի նիստերը այդպես էլ Ալեն Սիմոնյանի այսպես համառ պահվածքի շնորհիվ չկայացան, տեղի չունեցավ, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ ուժերի այսպիսի դասավորվածության պայմաններում եւ մթնոլորտն էր այլ տհաճ մթնոլորտ էր տիրում ազգային ժողովում եւ ուժերի այսպիսի դասավորվածության շրջանակներում ես կարծում եմ, որ մենք մեր հիմնական նախաձեռնությունների վերջնական այսպես նպատակին չենք կարողացել հասնել, որովհետեւ ի վերջո նորից եմ ասում, որ մեկ մարդու կողմից ձևավորված իշխանության շրջանակներում ազգային ժողովի մեծամասնությունն էլ այսպես դակման process-ի մասնակից է եղել։ Այ անցյալի այս էջը փակելով վերջին հարցը տամ անցյալի հետ կապված, որ ասացիք մթնոլորտը տհաճ էր, կառանձնացնեք մի իրադարձություն այս նախորդ գումարման կամ դեռ ներկայի գումարման ազգային ժողովում, որ ձեզ ամենաշատն է հիասթափեցրել կամ զայրացրել։ Զայրանալու օրը ես շատ լավ հիշում եմ այն օրներ, որ դուք ձեր նյարդերը չդիմացան եւ շիշը նետեցիք
իշխանական падգամավորի ուղղությամբ, բայց դա էր այն իրադարձությունը, որ ամենաշատն է ձեզ այնտեղ հիասթափեցրել, թե այլ դեպք է տեղի ունեցել։ Ամենաշատը ինձ եւ կարծում եմ, որ մեր գործընկերներին հիասթափեցել է այն, որ այս իշխանությունը ստի եւ կեղծիքի իշխանությունն է, իրենք բացահայտ կերպով, այսպես ինչպես իրենք են ասում, այսպես հպարտ հայացքով ազգային ժողովի ամբիոնը օգտագործել են ստեր սերմանելու, կեղծիք տարածելու, ասենք հայ ժողովրդի մոտ, որովհետեւ այս իշխանության օրոք է, չէ, որ Հայաստանը հասել է այս իրավիճակի եւ Արցախը հայաթափվել է, բայց այդ ամենը իրենք փորձում են ներկայացնել, ինչպես ասում են, այսպես պարզ ժողովրդական լեզվով ասած, այդ ամենը գցել ուրիշի գրպանը, նախկիններն են մեղավոր, չգիտեմ, արցախցիներն են մեղավոր, որոնք որ դժվարագույն պայմաններում են եղել։ Եվ երկրորդը իրենք ամբողջավարության, ոհմակային, քանակական, այսպես առավելության, հոգեբանությամբ են իրենք գործել։ Դուք տեսել եք, երբ որ ազգային ժողովում եղել են տարբեր տեսակի այսպես սրացումներ, քննարկումների ընթացքում այդ ամենը իրենք վեր են ածել, այսպես ուժային հարվածելու, հետևից խփելու եւ այլն եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ, որ իրենց այդպես չէին պահի, եթե իրենք քանակական առավելություն չունենային, ասենք, ընդդիմության նկատմամբ։ Պարոն Օհանյան, նաև Գեղամ Նազանից, որ խոսեցիք, հիմա այդ խնդիրը սպառնում է նաև այս նոր գումարվող ազգային ժողովին, որովհետև մի քանի ձայն կարողանալով ընդդիմությունից փախցնելով իշխանությունը կունենա իր բաղձալի սահմանադրական մեծամասնությունը։ Ինչպես կանխել, որ նույն սցենարը չկրկնվի, օրինակ նույն Հայաստան խմբակցության դեպքում, երբ նայում եք ցուցակին, դուք վստահ եք, որ այնտեղ չի գտնվի նոր Գեղամ Նազարյան կամ նույն ուժեղ Հայաստանին, ինչ խորհուրդ կտաք, այս անգամ ձեր փորձով, ձեր սխալի հիման վրա, ինչ անել, որ իրենք էլ չսխալվեն։ Տեսեք, ես Հայաստան խմբակցության, նոր խմբակցության վրա վստահ եմ, որտեղ այդ խմբակցության կազմով եւ նաեւ արդեն նոր ուժ առաջ կուսակցությունը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ այնտեղ ներկայացված է եւ իրենց ցույց են տվել նույն Էջմիածնի, ասենք, ընտրությունների ժամանակ եւ այլն եւ նաեւ այս քարոզչական ամբողջ ընթացքում վստահ եմ, ես նաեւ վստահ եմ ուժեղ Հայաստան կուսակցության վրա, որովհետեւ գտնում եմ, որ իրենք լավ այսպես ղեկավարություն ունեն Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, իհարկե այսօր ինքը գտնում է տնային կալանքում, դա էլ է այսօրվա իշխանությունների վերաբերմունքը քաղաքական ուժերի ղեկավարության նկատմամբ, այստեղ ես գտնում եմ, որ ներքաղաքական միջոցառումները, ներկուսակցական, ներքաղաքական քննարկումները եւ անընդհատ կառավարումը, կայուն կառավարումն է հիմք հանդիսանում եւ յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր падգամավորի հետ աշխատանքն է նրան ուղղորդելը, ուղղություն ցույց տալը եւ նրան նկատմամբ եւ ուշադրություն եւ հոգատար լինելը հիմք կհանդիսանա, որպեսզի ասենք խմբակցությունները լինեն ամուր եւ ասենք չլինի կորուստ, այսինքն որևիցե падգամավորի դուրս գալ խմբակցությունից չլինի։ Ես կարծում եմ, որ եւ նաեւ նախկին գումարման ազգային ժողովի աշխատանքի ընդհանուր փորձը հիմք պետք է հանդիսանա, որպեսզի հետեւական եւ մանրակրկիտ աշխատանք տարվի խմբակցությունների ներսում։ Պարոն Օհանյան, ընտրությունների արդյունքները ինչպես է գնահատում, արդյոք իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը հաղթել է այս ընտրություններում եւ ձեզ համար սպասելի են այս արդյունքները։ Մի կողմից սպասելի էին, որովհետեւ իշխանությունը օգտագործել է իր ձեռքի տակ գտնվող բոլոր ռեսուրսները, եւ կառավարությունը, եւ կառուցվածքը, եւ իրենց ենթակա իրենց կողմից ընտրված ամբողջ դատաիրավական համակարգը, ուժային կառույցները, այս 5 տարիների ընթացքում այն ինչ որ մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են անհամաչափ իրենք կիրառում այդ ուժային կառույցները, ասենք ընդդիմադիրների նկատմամբ
մի կողմից հասկանալի է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ունենան հաջողություններ, ունենան հաղթանակներ։ Բայց ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիրը հաղթանակած է, որովհետև իրենք մանրախնդիր մեծամիտ անձնավորություններ են, որովհետև հաղթանակած կուսակցությունը, հաղթանակած անձը միջազգային փորձն է նաև դրա մասին խոսում, երբ որ ինքը հաղթում է, ինքը գոնե պարզ լեզվով ասած հետևյալն է ասում. շնորհակալ եմ, որ ինձ ընտրել եք, շնորհակալ եմ իմ համակիրներին, ովքեր որ իմ քաղաքական ուժին են ձայն տվել, շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներին, ովքեր որ չեն ընտրել, այլ ընդդիմադիր ուժերի են ընտրել եւ նրանց են ձայն տվել, բայց համերաշխության կոչ պետք է լինի, բայց նաեւ այսօրվանից ես հանդիսանում եմ այս երկրի ղեկավարը, իմ համար հավասարաչափ ընդունելի է եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, բայց մենք տեսանք հակառակը եւ միջև քարոզչությունը եւ քարոզչության ժամանակ ինքը ատելության խոսքի տարածողներ ընդդիմադիրների նկատմամբ ընտրությունների ժամանակ հենց մի քանի օր առաջ եւ ընտրություններից հետո ամիջապես ինքը առանց ձայնահաշվարկի արդյունքները իմանալու հայտարարեց, որ մենք հաղթել ենք եւ հենց այդ գիշերը նորից ինքը ատելության խոսք տարածեց, ասելով, որ ընդդիմադիրները բոլորը կաշառքով են ընտրվել, վիրավորելով նաև մեր համակիրներին եւ ես նորից հետապնդելու եմ, չգիտեմ, սատկացնելու եմ, այս եմ անելու, այն եմ անելու եւ այդ ատելության խոսքը ինքը նաև շարունակում է այսօր։ Սա փոքրահոգի թույլ ղեկավարի գործունեության արդյունք է, որովհետեւ մեծահոգի լինում են այն իշխանությունները, ովքեր որ փորձառու են։ Այս իշխանությունները ոչ մի փորձառություն չունեն, այս իշխանությունները այս տարիների ընթացքում մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ նաեւ մեր երկրի ամբողջ գործունեությունը դարձրեցին փորձադաշտ, մեկ էլ փորձը փորձանք չէ, մի քանի անգամ ես ասել եմ, որ իրենք ղեկավարում էին ձեռի հետ եւ ոտքի վրա հապճեպ որոշումներ ընդունելով, որևիցե մի ռազմավարություն հետագայի նկատմամբ գոյություն չունի եւ փորձառուներն են, որ մեծահոգի են լինում, մանրախնդիր լինում են անփորձները, մանրախնդիր լինում են չարամիտ մարդիկ, նախանձ ունեցող մարդիկ եւ իրենց այդ սիրո, չգիտեմ, ամեն ինչի մեջ եւ կեղծիք է, եւ կեղծավորություն է, եւ ատելություն է։ Ի վերջո կարող եմ նաեւ այս ամբողջ ընթացքում ասել հետեւյալը, որ երբ որ ինքը խոսում էր խաղաղության մասին, ինքը պատերազմ էր հայտարարել հայ ժողովրդի մի մեծ մասի նկատմամբ, ընդդիմության նկատմամբ, որպեսզի խաղաղություն մուրա հակառակորդից, Ադրբեջանից։ Պարոն Օհանյան, այսինքն ձեր ասած Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը վկայում է, որ իրականում նա կեղծել է ընտրությունները, այսինքն նա չունի այն աջակցություն նույնիսկ 49%-ի, որը արդեն ամրագրված է թղթի վրա իր տոկոսները։ Իհարկե, ինքը մեծամասնություն չի ունեցել, ինքը կեղծել է եւ ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցության հաշվին է, որ այսօր 64 պատգամավոր է ունենալու ապագա ազգային ժողովում, ես չէ որ դրա մասին պետք է խոսեմ, Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ մեր փաստաբանները, մեր քաղաքական գործընկերները բավականին մանրակրկիտ ձևով ներկայացրեցին բոլոր այդ փաստերը, բոլոր այդ կեղծիքների, խախտումների ուղղությունները, որ եղել են ընտրությունների ընթացքում։ Ըստ էության նաև մերժելով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինքը կարելի ասել, որ ապագայում դրա մասին երևի եւ քննարկում կլինի եւ կվերլուծեն հանցագործություն են կատարել։
Լավ, եթե Բարգավաճ Հայաստանին դուրս թողեցին այս քաղաքական կոնյունկտուրայից, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ խնդիր է լուծում Գագիկ Ծառուկյանին կալանավորելով, նրա բիզնեսները փակելով, կենթանիներին նույնիսկ նրա մեկուսացնելով, նպատակը ո՞րն է, ինչու է հիմա, ինչի դեմ է պայքարում նա։ Ինքը փորձում է վրեժխնդրություն կատարել քաղաքական այն ուժերի նկատմամբ, ովքեր որ դեմ են իրեն։ Եվ միայն Գագիկ Ծառուկյանը, չէ, այս տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ հետապնդումներ են եղել եւ մենք գիտենք, չէ, որ քաղբանտարկյալներ կան եւ գործարարներ, եւ սրբազաններն են այդտեղ, եւ քաղաքական, եւ զանգվածային լրատվամիջոցների, այսպես ներկայացուցիչներ են եղել, ինքը փորձում է քաղաքական դաշտը մաքրել եւ մյուս կողմից էլ իր գործունեությունը այսպես պարզ մանրախնդիր հետապնդում է եւ երկրի ղեկավարին ոչ վայել պահվածք է ինքը ցուցաբերում, մանավանդ որ ինքը փորձում է ուժային կառույցներին ոչ թե փորձում է, այլ օգտագործում է ուժային կառույցները մարդկանց նկատմամբ նսեմացման այսպես գործողություններ իրականացնել, այն ինչ որ տեսանք մենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Ես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարգանք եմ տածում, մեծ հարգանք եմ տածում եւ կարծում եմ, որ եթե այն կազմակերպությունները, որոնք որ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը, որ տարիների ընթացքում աշխատանք է կատարել, կառուցել է, այդ ամեն ինչը մենք տեսնում ենք, հանձնել է, ասենք, կառավարման այլ մարդկանց, եթե այնտեղ կան խնդիրներ, ապա այդ խնդիրների պատասխանատուները կառավարիչներն են եւ եթե կա խնդիրներ, ոչ թե պետք է ձերբակալել մարդկանց եւ հետո փորձել ինչ-որ գործ գտնել։ Եթե կան սխալներ, ծանուցում ուղարկեք, ծանուցում ուղարկել են Գագիկ Ծառուկյանին։ Ինչ է նշանակում, ասենք 10, չգիտեմ, քանի հոգով հարձակվել իրենց իսկ տանը, Գագիկ Ծառուկյանի տանը եւ գետնին տապալել 70 տարեկան անձնավորություն։ Իրեն ծանուցում ուղարկել եք, ասել եք։ Դա ուղիղ հրաման է հենց Նիկոլ Փաշինյանի։ Ես կարծում եմ, որ այդտեղ հանցագործներ են եւ ուղիղ պատվեր տվողները, ուղիղ հրաման տվողները։ Ես կարծում եմ պատվերն ու հրամանը մեկ անձնավորություն է իրականացնում եւ հանցագործներ են այն մարդիկ, որոնք որ իրականացնում են դա։ Ըստ էության այդ մարդիկ այդ 10 հոգին 6-7 ժամի ընթացքում Գագիկ Ծառուկյանի տանն են, չէ՞։ Հավանաբար իրենք այնտեղ ջուր են խմել, չգիտեմ, օգտվել են այս կամ այն բանից, հավանաբար ինչ որ մի բաժակ սուրճ են տվել այդ մարդկանց։ Ինչպես են իրենք Գագիկ Ծառուկյանի աչքերի մեջ նայելու հետագայում։ Սա մանրախնդիր մարդու, չար մարդու եւ միևնույն ժամանակ իր պաշտոնի համար վախեցող մարդու քայլեր են նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որովհետեւ այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է եւ ամեն ինչ անելու է իր աթոռը պահելու համար։ Ինչու՞։ Որովհետեւ իր կատարած հանցագործությունների համար, մանավանդ Արցախի նկատմամբ ինքը հետագայում պատասխան տալու է եւ իրապահ մարմինների մոտ եւ այլն։ Պարոն Օհանյան, դուք ասում եք նա ամեն ինչ անելու է, ու նաև շատ լավ հիշում եք, որ նա քարոզարշավի ընթացքում հայտարարում էր մյուս լիդերների մասին, որ նրանց էլ է նստեցնելու եւ մյուս բոլոր բառերը, որոնք ես հիմա չեմ օգտագործի։ Այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունը դա կանխելու համար, որովհետեւ դա եղավ Գագիկ Ծառուկյանի հետ եւ տպավորություն է, որ ընդդիմությունը նստած սպասում է երբ է հերթը իրեն հասնելու, արձանագրելով, որ այդ հերթը հասնելու է։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում այսօր քննարկումներ կան, կարծում եմ, ընդդիմադիր դաշտը համախմբելու համար։ Կարծում եք, թե մասնակցում եք քննարկումներին։ Այդ քննարկումների որոշին եւ մասնակցում են, որոշներին քաղաքական ուժերի ղեկավարներն են իրար հետ համաձայնություն ձեռք բերում եւ կարծում եմ կա գործիքակազմ եւ կան ծրագրեր, որոնք որ ուղղված են լինելու եւ ապագա ազգային ժողովի ներսում եւ ազգային ժողովից դուրս նաեւ փողոցային գործունեության ընթացքում այս իշխանություններին փորձել հեռացնել։
Պարոն Օհանյան, հիմա գալով ձեր, այսպես ասած, պրոֆեսիոնալ ոլորտին, անվտանգության հարցերին, Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսում էր անկլավների, այսպես կոչված անկլավների մասին, եւ ասում է, օրինակ, Ադրբեջանը իր թղթադրամի վրա Արցախը այլ գույնով է ներկել, ըստ էության ներկայացնելով այն ոչ իր երկրի տարածք։ Հիմա մենք էլ սոլիդարություն դրսևորենք, մենք էլ ունենք Տիգրանաշեն եւ այլ անկլավներ, որոնք կարելի է այդպես ներկել։ Ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք նախապատրաստվում է նոր տարածքներ հանձնելու գործընթաց եւ որոնք են լինելու այդ տարածքները։ Միանշանակ նա պատրաստվում է զիջումների։ Եվ զիջումների պատրաստության մասին էր խոսում այն, նաեւ որ եթե ես չլինեմ, լինելու է պատերազմ։ Այսինքն, եթե ես լինեմ, պատերազմ չի լինելու։ Ես նկատի ունեմ ինքը։ Եթե պատերազմ է լինելու, ուրեմն ինչ որ բանի համար է, չէ՞ լինելու։ Այդ նշանակում է, որ եթե ինքը մնա, այդ ինչ որ բաները ինքը առանց պատերազմի զիջելու է հակառակորդին եւ գտնում են, որ պարտված իշխանությունները միշտ էլ գտնում են հակառակորդի կողմից պարտադրանքի եւ ճնշման ներքո այդ ճնշումների շրջանակը մենք գիտենք, այսօր չեմ ուզում կրկնել, այդ շրջանակը մենք դեռ չգիտենք ինչքան է ընդլայնվելու, Ադրբեջանը ինչեր է հորինել։ Երբ որ մի բան հակառակորդին տալիս ես, քաջ ծանոթ լինելով նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությանը, նրանց ախորժակը անդադ բացում է եւ մեծանում է։ Այդ ձեր ասած հարցի ուրեմն մասին խոսելիս մենք պետք է խոսենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին, բայց այստեղ ես կուզեի մի բան ավելացնել, որ այս իշխանությունների օրոք, տեսեք, 7 տարիների ընթացքում իրենք յուրաքանչյուր տարի ունեցել են ձախողումներ, բանակցային գործընթացի ձախում 19 թվական, ունեցել են պարտություն 20 թվականի պատերազմում, այնուհետև նաև անհաջողություններ 21-22 թվականներին, երբ որ ադրբեջանցիները ներխուժեցին մեր տարածքներ եւ այդտեղ ես տեղին եմ գտնում եւս մեկ անգամ կրկնել, որ ադրբեջանցիները Արցախի առաջի գծից շուրջ 100 կիլոմետր առաջ խաղացում ունենալով ավելի շուտ կարողացան բարձրանալ մեր ռազմավարական բարձունքները, կետերը, քան թե մենք մեր, այսպես ասած, քթիտակ ունենալով սահմանային բնակավայրեր, չմտածելով այդ բնակավայրերի քաղաքացիների մասին, որ կարող էինք հենց նրանց աջակցությամբ, նրանց էլ օգտագործելով բանակի հետ միասին ավելի արագ բարձրանալ եւ զբաղեցնել այդ ռազմավարական կետերը։ 22 Այսինքն այդ կետերը, պարոն Օհանյան, անպաշտպան էին, մենք այդ մասերում որևէ վերահսկողություն չէինք իրականացնում։ Ես չգիտեմ, դե հասկանալի է, չէ՞, որ երբ կար Արցախը, մեր առաջի գիծը անցնում էր Արցախով, 283 կիլոմետր է եղել Արցախի հանրապետության ամբողջ սահմանը, եւ մենք խորքում Հայաստանի Հանրապետության սահմաններում պաշտպանություն իրականացնելու խնդիր չունեինք, բայց երբ որ մենք տեսնում էինք Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեսնում էին եւ կամ ավելի շատ չէին տեսնում, որ հակառակորդը առաջ խաղացում ունի եւ իրենք կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության սահմաններում նախորոք, ասենք, պաշտպանություն կազմակերպելու, գոնե հասարակ խրամատներ փորելու համար, բայց ես իմ խոսքը շարունակեմ 22 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, 2023 թվականին Արցախի ամբողջ հայաթափումը, 24 թվականին իրականացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատում եւ սահմանագծում, որը որ հակասում է բոլոր միջազգային այն նորմերին, որոնք որ գոյություն ունեն։ Այնտեղ սահմանագծում տեղի չի ունեցել, այնտեղ տեղի ունեցել միակողմանի զիջում։ Այս վերջերս երբ որ խոսում էին նրա մասին
Փաշինյանն է ասում, որ դիալոգ է եղել իր եւ Ալիևի միջեւ, Ալիևը ուղղակի պատասխանեց եւ ասաց, որ սահմանազատման սահմանագծման ընթացքում դիալոգ տեղի չի ունեցել, եղել է մոնոլոգ, այսինքն իրենք ասել են, սա պետք է հետ վերադարձնեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետ են վերադարձրել։ Այդ շրջանակներում է նաև խոսքը անկլավների մասին։ Մենք չպետք է մոռանանք, որ 1988 մինչև 88 թվականին պարոն Մովսիսյանի գլխավորությամբ տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում եւ այնտեղ անկլավների մասին ընդհանուր առմամբ խոսք չի եղել, շուրջ 190 արձանագրություններ են կազմվել եւ կետ առ կետ նշվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանները։ Եվ այսօր, երբ որ ինքը խոսում է անկլավների մասին, ինքը միանշանակ ասում է, որ ինքը դեռևս գտնվում է Ալիևի ճնշման եւ Ալիևի պարտադրանքի ներքո։ Էլ չեմ ասում, որ 7-րդը 2025 թվականին տեղի ունեցել տարբեր փաստաթղթերի նախաստորագրումներ, ստորագրումներ եւ այլն, որոնք որ չեն բխում բացարձակ չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Այդ խաղաղության պայմանագրի մասին եք ասում, որ խաղաղության նախաստորագրված պայմանագրերը եւ մնացածը TRIP-ը նույն TRIP-ը ինչու չի բխում մեր շահերից, ասում են մեր շահերից չի բխում, որովհետեւ TRIP-ը միայն Հայաստանի Հանրապետության տարածքով է, Մեղրիի տարածքով է անցնում եւ այն կամ սկսվելու է մեր մոտից եւ ավարտվելու է մեր մոտով, կամ էլ սկսվելու է Ադրբեջանի համար Նախիջևանից եւ ավարտվելու է Ադրբեջանի սահմանն անցնելով։ Այդ TRIP-ի ի վերջո հիմնական գաղափարը այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով կարելի ասել, որ միջանցք է լինելու։ Մեր առաջնորդը անխոչնդոտ։ Բայց դա մեր մասին չէ։ Մեր մասին չէ, այնտեղ մենք ոչ մի շահ չունենք, տնտեսական շահ չունենք։ Եվ այդ միջանցքի մասին խոսելով ես մեկ անգամ կարծեմ արտահայտվել եմ, որ այդ միջանցքի գոյությունը հենց այդ տարածքով բերելու է տնտեսական էքսպանսիայի եւ բերելու է ժողովրդագրական պատկերի փոփոխության նույն Սյունիքի հատվածում, որը որ մեր համար շահավետ չէ, մեր համար սպառնալիք է։ Պարոն Օհանյան, երբ ասում է Ամերիկան, Միացյալ Նահանգները մեզ համար 100 տարվա կտրվածքով երաշխիք են տալիս իրենց այնտեղի ներկայացվածությամբ, Միացյալ Նահանգները այդ փաստաթղթով 100 տարի այն էլ կարող է երաշխավորել Սյունիքի անվտանգությունը։ Գիտեք, Միացյալ Նահանգների ղեկավարը Թրամփը ասել է, որ եթե պետք լինի 100 տարի հետո նորից կստորագրեն։ Նա անձամբ դա ստորագրություններ են միայն թղթի վրա, էլ չեմ ասում, որ այդ տարածքի հետ կապված խնդիրները ուղղակի կապ ունեն Միացյալ Նահանգներ կամ հավաքական արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների հետ։ Այսօր տեսնում ենք, որ այդ պատերազմի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը որքան իրեն համախմբված եւ ամուր է պահում հարվածներ հասցնելով այն կետերին, որոնք որ Միացյալ Նահանգների տիրապետության ներքո են։ Պարոն Օհանյան, հիմա նորից վերադառնալով անկլավների թեմային, նախ դուք նշեցիք 88 թվականի այդ քարտեզները, որտեղ մեր տարածքում անկլավ գոյություն չունի։ Ինչ քարտեզների վրա է Փաշինյանը հողում անում, երբ ասում է այդ սահմանազատման քարտեզներով մենք չենք կարող հերքել իրողությունը, կան այդ անկլավները, որի հարցը պետք է լուծվի, եւ հետո նա ինչ է ասում է, եթե մենք վերցնենք Մկրատը եւ կտրենք այդ հատվածները, Ադրբեջանն էլ կկտրի Տավուշը, Ջերմուկը, ինչ է ակնարկում Փաշինյանը, այսինքն նա ակնարկում է, որ սա տանկ, որ Տավուշը, Ջերմուկը չկտրեն, նկատի ունի այդ ռազմավարական բարձունքները, որի վրա են հիմա ադրբեջանցիները, այսինքն այնտեղից պետք է ներխուժ են ներթափանցել։ Դուք ինչ եք հասկանում իր խոսքերից։ Տեսեք, իրանցի հատվածում ինքը ինչ էր ասում, եթե սա չտանք, պատերազմ կլինի։ Այո։ Պատերազմ կլինի։ Եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Ինքը ակնարկում է այն, որ ինքը հետևողական կերպով այդ ամեն ինչը տալու է Ադրբեջանին, Եվ ես այստեղ նորից եմ ուզում կրկնեմ, ես չէ որ
դրա մասին խոսում եմ, օրինակ Խոսրով Հարությունյանը իր հարցազրույցների ժամանակ ամեն անգամ ասում է, որ այդ սահմանազատման սահմանագծման 190-ից ավելի արձանագրությունների հստակ Հրանտ Բագրատյանն է դեպի շետ 88-ի մասին շեշտում նաև քարտեզների։ Պարոն Օհանյան, հիմա ի վերջո նաև ինչ է սպասվում Ջերմուկին, այն բարձունքներում, որտեղ գտնվում են Սյունիքում, Իշխանասարում, Սև Լճում, երբ թշնամին ներխուժել է, դիրքավորվել է այնտեղ, ամրաշինական աշխատանքները կատարել, դուք վստահ եմ շատ ավելի լավ եք տիրապետում իրավիճակին, թե ինչ են արել այնտեղ, նաև իդեպ որպես падգամավոր եւ ֆրակցիայի ղեկավար հասանելիություն ունեք ինչ որ առումով այդ դիրքերը իրենց դիտարկելու, իմանալու ինչ է այնտեղ կատարվում։ Գիտեք, այն ինչ որ կատարում է այդ դիրքերում խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը յուրաքանչյուր այն հատվածում, որտեղ որ ինքը գտնվում է, այդտեղ ամրաշինական աշխատանքներ է իրականացում եւ ինքը հետեւողական կերպով է այդ ռազմավարական կետերին տիրել, որպեսզի հետագայում նաեւ ճնշում գործադրի հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման եւ նաեւ ինչու՞ չէ սահմանների ճշգրտման հարցում։ Մեր իշխանությունները, երբ որ 2020 թվականին Սյունիքի հատվածում եւ Սյունիքից առաջ շուրջ 20 կիլոմետր տարածություն նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթից հետո, որտեղ որ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ որ ավարտել են մարտական գործողությունները, հենց այնպես հանձնելով այդ տարածքները, իրենք չհասկացան այդ ժամանակ, որ յուրաքանչյուր միլիմետր հատված հետագայում հիմք է հանդիսանում նոր ագրեսիայի։ Չէ, նետ, ոչ թե նոր ագրեսիայի, յուրաքանչյուր միլիմետր հողատարածք հիմք է հանդիսանալու սահմանների ճշգրտման, սահմանազատման եւ սահմանագծման ժամանակ բանակցությունների համար։ Այսինքն, եթե ադրբեջանցիները այսօր մեր հատվածներում են, այդ 20 կիլոմետր հատվածները, եթե մենք այն ժամանակ մնայինք մեր տեղում եւ մենք լինեինք այդ դիրքերում, մենք կարող ենք այդ ամենը օգտագործել բանակցությունների ընթացքում սահմանագծում եւ սահմանազատումը իրականացնել մեր շահերից ելնելով։ Այսինքն այս դեպքում, եթե իրենք են մեր դիրքերում, դա օգտագործելու են, որպեսզի մեզ վրա ճնշում գործադրեն եւ ավելի շատ բան մեզնից կորզեն։ Միանշանակ։ Իսկ իրենք այդ դիրքերը մինչև վերջ, մենք միշտ ասում ենք, չէ, որ թուրքը ադրբեջանցին որտեղ մտնում են, հետո դուրս չեն գալիս։ Մինչև վերջ պահելու են, պարոն Օհանյան, ինչի համար են իրենց այդ տարածքները, որովհետև այստեղ գիտենք, որ շատ երկար ժամանակ, հատկապես պաշտպանության անվտանգային ոլորտի պատասխանատուները շատ ինքնավստահ ասում էին դուրս են գալու նրանք այնտեղից։ Նրանք իրականությունը ցույց տվեց, որ նրանք այնտեղից դուրս չեկան, նրանք չսովածացան։ Եվ իմ համար անընդունելի է, երբ որ զինված ուժերի բարձրաստիճան զինվորականն է դրա մասին այդպես խոսում։ Իմ համար նաև նա հավատում էր իր ասածին, թե այդ պահի դրությամբ ինչ որ բան ինքը ասաց, այդ պահի դրությամբ այն ճնշումից դուրս գալու ինչը իր նկատմամբ գործադրում էին զանգվածային լրատվական միջոցները եւ այն մարդիկ, ովքեր որ հարցնում էին։ Ես ավելին պետք է ասեմ, իրենք այդ դիրքերը ոչ միայն հնարավոր է պահեն, իրենք այդ դիրքերը նաեւ պլազդարմ են օգտագործելու հետագայում, եթե պետք լինի եւ մեր վրա խաղաղ պայմաններում, խաղաղ նպատակներով ճնշելու, մեր կողմից զիջումներ կորզելու եւ եթե անհրաժեշտություն լինի ինչ որ ուժային գործողություններ իրականացնելու, մենք պետք է հասկանանք, որ սոտք Վարդենիսի սոտքից Ջերմուկով, Իշխանասարով եւ միջև Գորիսի հատված այդ հատվածների տիրապետումը այն հատվածներում են, որոնք որ Հայաստանի Հանրապետության ամենանեղ հատվածն են Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախճեվանի միջև եւ դա իրենք օգտագործելու են հետագայում նաեւ ես չգիտեմ
ինչ գործողությունների համար եւ կարծում եմ որ այսօր զինված ուժերի ղեկավարությունը այնուամենայնիվ ամեն ինչ պետք է անեն որ նաեւ ամրանան եւ բանակը ունակ լինի ինչ որ հակա գործողություններ իրականացնելու համար դեռ այս պահին հնարավորություն կա պարոն Օհանյան նրանց մեր երկրի տարածքից դուրս հանելու թե բոլոր շանսերը մենք արդեն բաց ենք թողել Կարծում եմ որ շանսերը մենք բաց ենք թողել ինչի համար որովհետեւ տեսեք որքան էլ որ իմ համար ցավալի լինի եւ որքան էլ որ հայ ժողովրդի մեծ մասը եւ նաեւ ես որ ցանկանում ենք որ մեր բանակը լինի հզոր, լինի ամուր, ունակ լինի իր արժեվ դրված խնդիրները իրականացնելու համար, բայց այս ժամանակահատվածը ես մի քանի անգամ ասել եմ որ կորցված հնարավորությունների ժամանակահատված է որովհետև մենք կարող էինք այս ժամանակահատվածում ավելի մեծ ներդրում կատարել մեր բանակի հզորությունը ավելացնելու եւ այնպիսի գործողություններ իրականացնելու որ մենք վստահ լինենք ժողովուրդը վստահ լինի որ բանակը մեր անվտանգության երաշխավորն է տեսեք եթե նույնիսկ ասենք հանրապետության այսօրվա փաստացի ղեկավարը ասում է որ մենք այդ դիրքերի վերականգնման ուղղությամբ մարտական գործողություններ չենք իրականացնում սահմանազատման եւ ասենք քաղաքական միջպետական այսպես բանակցությունների ընթացքում մենք կվերականգնենք բայց իմ համար անընդունելի է երբ որ զինված ուժերի եւ պաշտպանության ղեկավարությունն է խոսում դրա մասին որտեւ զինված ուժերը մեր անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնխելության համար պատասխանատու են։ Սահմանադրության 14-րդ հոդվածում է այդպես նշված։ Եվ այսօր պետք է հարց տալ զինված ուժերի ղեկավարությանը։ Եթե դուք ունեք զինված ուժերի կիրառման պլան, այդ կիրառման պլանի մեջ տարածքային ամբողջականության ձեր պատասխանատվության ուղղությամբ համապատասխան միջոցառումներ պլանավորել եք թե չէ։ Եթե այդ քարտեզի վրա պլանավորված է միջոցառումներ, առանց նրա եւ պլանավորումներ, ի վերջո վերջին տարբերակով, որպեսզի տարածքային ամբողջականությունը վերականգնենք։ Եթե այդ պլանավորումը չկա, ապա պատասխանատուները պետք է թողնեն եւ հեռանան զինված ուժերից։ Պարոն Օհանյան, դուք նրանց պատասխանատուներին, հրամանատարներին անձնապես ճանաչում եք, գշպետին անձնապես վստահ եմ, որ ճանաչում եք։ Ինչով կմեկնաբանեք նրանց այս, եթե ասեմ, անգործություն ռազմական առումով, հա, այսինքն թույլ տան, որ թշնամին ներխուժի, թույլ տան, որ մնա, թույլ տան ձեր ասած զանգվածային լրատվամիջոցների ճնշման տակ ասել, որ կսոված անան կգնան։ Ինչն է պատճառը, որ նրանք այդպես են։ Ես այլ ձևով կպատասխանեմ։ Իհարկե իրենք գտնվում են քաղաքական իշխանության ճնշման ներքո, ըստ էության, երբ որ գլխավոր շտաբի պետին նախկին կարգավիճակից իրենք դարձրեցին գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարարության նախարարի առաջի տեղակալ այսօր մենք ուրիշ բան քան ասեն գլխավոր շտաբի պետին տարբեր միջոցառումների տարբեր շենքերի բացման ժամանակ պաշտպանության նախարարին այսպես զինվորամոլ կեցվածքով զեկուցելուց բացի այլ վայրերում այսինքն տարբեր տիպի զորավարժություններ իրականացնելու եւ այլն բարձր կարգի զորավարժություններ իրականացնելու մենք չենք տեսնում այսօր զինված ուժերի ղեկավարությունը պետք է հասկանա հետեւյալը որ զինված ուժերի զարգացումը կարճ եմ ասում հիմնականում իրականացվում է եւ դրան հասնում են զինված ուժերի կազմ հաստիկային կառուցվածքային փոփոխությունների ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռբերման եւ ամենակարևորը պատրաստության իսկ այդ պատրաստությունը սկսվում է զինվորի անհատական պատրաստությունից եւ վերջանում է բարձր մակարդակի զորավարժություններով ես առաջարկություններ արել եմ երբ որ մենք այդ ամրացված շրջաններով անցնում էինք
եւ համապատասխան առաջարկություններ եւ համապատասխան դիտողություններ եւ նաեւ առաջարկություններ արել եմ, որ զինված ուժերի կառուցվածքային, այսպես համակարգը պետք է համապատասխանի այսօրվա խնդիրներին։ Մեր խնդիրները Արցախի անկումից հետո որովհետեւ Արցախի սահմանը Ադրբեջանի հետ 283 կիլոմետր էր։ Իսկ այսօրվա Ադրբեջանի սահմանը այդ հատվածում 383 կիլոմետր։ Ես նկատի ունեմ Զոդից, Վարդենիսի Զոդից, մինչև Մեղրի, այսինքն 100 կիլոմետրով ավելացել է։ Այդ 100 կիլոմետր ավելացման պայմաններում կառուցվածքային փոփոխություններ են պետք, ես նկատի ունեմ միավորումների ձևավորման, ել չեմ ասում, որ ժամանակակից մարտական գործողությունների բնույթը պահանջում է, որպեսզի լայն կերպով կիրառվեն հատուկ նշանակության, հատուկ գործողությունների, զորամասերի, ստորաբաժանումների ձևավորմամբ։ Ադրբեջանը այս ընթացքում մի քանի զորամասեր է ավելացրել հատուկ նշանակության, կոմանդո, գոնե ասենք Հադրութի զորամասում իրենք տեղակայել են կոմանդո մի զորամաս։ Մենք դա չենք տեսնում։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչ է ավելացնում։ Ավելացնում է իր աթոռը պահելու համար կարմիր, սև բերետներ։ Ես չեմ ասում, որ չպետք է լինեն ուժային կառույցներ, ներքին գործեր, որոնք որ պետք է կարգ ու կանոն ապահովեն, բայց մեր նման փոքր երկրում համերաշխություն, իրավագիտակցության մակարդակ բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ավելացնում է ուժային կառույցները միայն աթոռը պահելու համար, որովհետև եթե այդ աթոռից ինքը զրկվի, վաղը պատասխանատվություն է կրելու Արցախի համար։ Մի բան էլ ավելացնեմ, որ այդ որ ես ասում եմ կորցված հնարավորությունների ժամանակահատված, տեսեք, գոյություն ունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվել է այս իշխանությունների օրոք 2020 թվականին եւ մինչեւ հիմա գործում է, որտեղ որ նշված է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ ռազմավարության 4.25 կետում նշված է, որ Հայաստանը ամեն ինչ կանի Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Ոչինչ բան չի արվել, բայց դրան ավելացնենք նաև հաջորդը։ Իրենք 2021 թվականին կառավարություն են ձևավորել եւ այդ կառավարությունը իրենց գործունեությունը շարունակել է առանց նոր ազգային անվտանգության ռազմավարության, այսօր նոր խորհրդարան է ձևավորվում, նաև առանց ազգային անվտանգության ռազմավարության։ Իրենք հետեւյալն են ասում, որ փոփոխական աշխարհում դժվար է այսօր երկարաժամկետ ռազմավարություն մշակել։ Հենց փոփոխական աշխարհում դժվարին պայմաններում են ռազմավարություններ մշակում եւ դրանից բխող նաև մարտավարական մնացած բոլոր քայլերը։ Իրենք դրանով եւ նաև մենք խոսեցինք այս ընտրություններով 3 անգամ ապացուցել են, որ իրենք ոչ լեգիտիմ իշխանություններ են։ Ասեմ ինչու։ Խաղաղության թեզի ներքո եկել են իշխանության, բերել են պատերազմ, մի քանի պատերազմներ, 2021 թվականին նորից իշխանության են եկել Արցախի անվտանգության ապահովման, չգիտեմ, այդ տարածքները Հադրութի եւ մնացած տարածքների դեօկուպացիայի չեն իրականացրել իրենց կառավարության ծրագրով ու պլյուս դրան ազգային անվտանգության ռազմավարության մեջ է ինչպես նշված։ Սա երկրորդ կետն է եւ երրորդը իրենց ոչ լեգիտիմությունը իրենք ապահովել են նաեւ այս ընտրությունների ժամանակ չունենալով 50%-ից ավելի բան, ասենք, ձայներ
այդ ամեն ինչը ապահովել են գողության կամ նաև հանցագործության պատճառով։ Պարոն Օհանյան, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը ավելացնում է սև բերետավորների թիվը, ես ուզում եմ շատ կարճ գնահատական տակ, թեև դրանից հետո էլի հարցազրույցներ տվել եք, հիմա շատ ավելի ամփոփ փորձենք գնահատական տալ զորահանդես, որը տեղի ունեցավ մայիսի 28-ին, քանի տարի զորահանդես Հայաստանում տեղի չի ունեցել, չգիտես ինչու մեկ էլ որոշում են, որ զորահանդես է լինելու, եւ Փաշինյանը ասում է տեսեք ինձ մեղադրում եք, բայց ես այդ պետական պարտքով 8 միլիարդով որքան նոր զենք եմ գնել, արտիականացրել եմ բանակը, մինչդեռ նախկիները կռվում էին 80-ականների, հետո իջեցրեցին ասին 60-ականների, 70-ականների զենքերով։ Դուք տեսաք զորահանդեսը, տեսաք այդ զենքերը, ինչ են արել բանակի համար, եթե կարճ ձեր գնահատականը տաք։ Ինչպես մեծամասնությունն է ասում, դա նախընտրական շոու էր, նախընտրական քարոզչություն էր, ինչու, որովհետև ընդունված է, որ զորահանդեսները անց են կացվում տարբեր պետական կամ ազգային նշանավոր, ասենք, տոների շրջանակներում մեր պետության մեջ ընդունված է եղել, որ զորահանդեսը անց է կացվում անկախության տոնի սեպտեմբերի 21-ի կապակցությամբ, բայց եթե նույնիսկ ընդունվել է որոշում անցկացնել զորավարժություն, ասենք մայիսի 28-ի, այսինքն հանրապետության տոնի կապակցությամբ, եւ կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ բառ անգամ չի նշում եւ չի կարեւորում։ Ամեն ինչի մասին խոսեց իր ելույթի ժամանակ։ Կենսաթոշակներ, աշխատավարձեր, ՀԴՄ-ներ եւ այլն, բայց բառ անգամ ինքը չարտահայտեց, ասենք, մայիսի 28-ի կարևորության Սարդարաբադի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի այդ խորհրդի, մեր ժողովրդի միասնության կարևորությամբ։ Սա նշանակում է, որ ինքը կամ հաշվետվություն է տալիս, կամ էլ նախընտրական շոու է իրականացնում։ Այսինքն ուղղակի օրն էին ընտրել առանց խորհրդի նախընտրական շոու է իրականացնում։ Երկրորդը, երբ որ զորահանդես է անցկացվում, դա նաև ուժի ցուցադրում է, ոգևորություն է ժողովրդի համար, հայ ժողովրդի մեջ իր բանակի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար միանշանակ հասկանալի է, որ յուրաքանչյուրս ցանկանում է, որ բանակը հզոր լինի, բայց զորահանդեսի ժամանակ նույնիսկ սպառազինության ցուցադրման մեջ ամբողջությամբ ցույց չտրվեց այն ռազմավարական զսպման կարողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի։ Ես նկատի ունեմ սպառազինության այն տեսակները, որոնք որ մտնում են ուժային զսպման, գերհզոր, գերճշգրիտ եւ հեռահար միջոցներ են, իրենք փորձեցին այստեղ ցույց տալ այն, ինչ որ իրենք են գնել։ Եվ այստեղ նաեւ պետք է մենք հետեւություն անենք, որ իհարկե զորահանդեսում այդ ամենը ցույց տալը մի բան է, բայց մի բան է, որ այդ ամենը շարք կանգնեցված լինի, յուրացված լինի։ Տեսեք, մեր նահատակների հիշատակի համար համազարկ տրվեցին։ Այդ համազարկի ժամանակ օգտագործում էին D30 միջոցներ, ասենք խորհրդային միության կամ ռուսական միջոցներ։ Եթե նույնիսկ դուք ձեռք եք բերել նոր միջոցներ, գոնե ցույց տվեք, որ այդ համազարկը մենք իրականացնում ենք հնդկական կամ տարբեր միջոցներով։ Այդտեղ մի բան ուրախալի է, որ հայրենական արտադրության անօթաչու թռչող սարքերի մեծաքանակություն է, բայց այդ բազմազանությունն էլ իր մեջ կառավարման խնդիրներ է առաջանում։ Իմ համար անհասկանալի է, որ այն բոլոր միջոցները, որոնք որ դրսից էր Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերել, ասենք թարգմանվել էին հայկական անուններով, ես չգիտեմ դա ինչի համար է, որովհետև դրանք իրենց իսկական անուններ ունեն, բայց հայաֆիկացրել էին։ Հա, հայաֆիկացրել։ Աստվածների անուններ։ Բայց ամենավատ բանը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միջև զորահանդեսը եւ զորահանդեսի ընթացքում իրականացվել է, դա ուրացումն է։ Այսինքն իրենք իրենց խոսքի մեջ ցույց են տալիս, որ բանակը զրոյից է կառուցում։ Ուրանում են այն ամբողջ անցած ճանապարհը, որ բանակը իրականացրել է։ Իրականում տեսեք, զորահանդեսը
հո առաջի անգամ չեն զորահանդես անցկացում եւ այդ պատվո պահակային վաշտը, որը գեղեցիկ դեֆիլե է ցույց տալիս, կամ նվագախումբը, կամ ստորաբաժանումները, որոնք որ պատրաստվել էին, անձնակազմը պատրաստվել էր, հո անցել են չէ ճանապարհ, իրենք այդ պատրաստության ընթացքում են այդ ամեն ինչը ձեռք բերել, դրա համար ասել, որ բանակը մենք 0-ից ենք կառուցում, մեր բանակի հետ են գնացել 90-ականները։ Հա, մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել։ Իրականում բանակը 0-ից ստեղծվել է։ 0 եւ այդտեղ մենք ունեցել ենք ղեկավարներ, պաշտպանության նախարարներ 1992 թվականի հունվարի 28-ին է բանակի կազմավորման օրը եւ այդ օրվանից սկսած մեր բանակը փառահեղ ճանապարհ է անցել։ Ընդ որում ոչ միայն մարտական գործողությունների մեր պաշտպանության, այլ նաեւ միջազգային տարբեր մրցույթներում կարևոր տեղ է գրավել։ Ես ասում եմ, մեր բանակի ընդհանուր գնահատականը հետեւյալն է, որ մեր բանակը տարածաշրջանում եղել է հաղթանակած, հաղթել ենք Արցախյան առաջի ազատամարտի ժամանակ։ Մեր բանակը եղել է մրցունակ, որտեղ մենք կարողացել ենք մրցել տարածաշրջանի, գոնե Ադրբեջանի հետ եւ մեր սահմանները անառիկ պահել Արցախի հետ միասին։ Մեր բանակը եղել է փոխգործունակ, որովհետեւ մենք մասնակցել ենք տարբեր զորավարժությունների, թե ՀԱՊԿ-ի եւ թե նաեւ ինչու՞ չէ նաեւ ՆԱՏՕ-ի միջազգային առաքելություններ ենք խաղաղության կայունության առումով իրականացրել եւ տարբեր զորավարժությունների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մենք փոխգործունակ ենք եւ սրա պատասխանը մեկն է, մեր բանակը 0-ից է կառուցված, բայց այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ 0-ից կառուցման հետ կապ չունեն, իրենք կապ ունեն մեր բանակը զրոյացնելու հետ պատերազմի ընթացքում, որովհետև իրենց քայլերն են բերել նրան, որ մենք ունեցել ենք հաջողություններ, բայց այսօր էլ իրենք տեսեք, ես մի քանի անգամ արտահայտվել եմ եւ ասում եմ հիմա, որ փորձում են այս պատերազմի, այս պարտությունների մեղքը միայն բանակի վրա գցել։ Այնինչ բանակը մեծամասնությամբ իր արժեվ դրված խնդիրը իրականացրել է, իրենք չեն կարողացել դիվանագիտական քայլերով, բանակցությունների շարունակությամբ, ռազմաքաղաքական իրավիճակի ճշգրիտ գնահատմամբ, բանակին թիկունք կանգնելու, հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ հակառակորդին կանգնեցնելու, որ Ադրբեջանը այսօր չգահացնի Հայաստանի Հանրապետության սահմաններ եւ դա օգտագործի ճնշումներ գործադրելու իրենց շահերը առաջ տանելու համար։ Պատերազմը, քանի որ 20 թվականի հիշեցիք, այստեղ շատ կարճ ձեր ազգային ժողովի անվյունից մեկ հայտարարություն արեցիք, այսպես աղմկահարույց հայտարարություն էր, դուք ասացիք նահանջի եղել էր հենց այն հատվածում, որի պատասխանատու Նիկոլ Փաշինյանն էր, հիմա էլ ասում եք մեղքը գցում են բանակի վրա, բայց իրականում ղեկավարությունն է մեղավորը։ Դա ոչ կոմպետենտության պատճառով էր, որ այդ հատվածում էր նահանջը եղել, թե հատուկ մտածված ծրագրված էր, սրա հետ կապված ձեր կարճ գնահատականը, որովհետև դուք այս թեմային նաև անդրադարձել եք ավելի ծավալուն։ Իմ խոսքի հիմնական իմաստը նա է եղել, որ պետք չէ բանակին մեղավոր ճանաչել, ընդհակառակը պետք էր բանակին թիկունք կանգնել, բանակին համակողմանի ապահովում իրականացնել, երկիրը մոբիլիզացնել, ռազմական ռելսերի վրա փոխադրել եւ իհարկե նաեւ այսպես մաքուր մոբիլիզացիոն խնդիրներ իրականացնել, բանակը համալրել եւ որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը եւ այդ գլխավոր հարվածի ուղղությամբ հակառակորդին կանգնեցնել։ Հասկանալի է, չէ՞ որ աջ թևում, երբ որ մխրճում է տեղի ունենում, ես նկատի ունեմ Արցախի աջ թևում Հադրութի, Հորադիսի հատվածում լայն տարածություն, մեծ տարածություն է բացվում միջև Հայաստանի Հանրապետության սահմաններ հասնել։ Նկատի ունեմ եւ Գորիս, եւ Կապան, եւ Մեղրի, եւ այդ տարածության պատասխանատուն իրականում Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դա ոչ կոմպետենտության արդյունք է, ասեմ ինչու։ Որովհետեւ տեսեք, երբ որ
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ես ավտոմատ չէի վերցնելու գնամ կռվեմ, կամ ինձ ինչ ասել են, ինչ զեկուցել են, ես դա էլ ներկայացրել եմ, դա խոսում է նրա մասին, որ ինքը որպես երկրի ղեկավար, որպես ռազմաքաղաքական առաջնային մանդատ գրող անձնավորություն չի կարողացել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով միջոցառումներ իրականացնել դիվանագիտական, արտաքին հարաբերությունների պատերազմը կանգնեցնելու, որի մասին իրեն կարծեմ, որ գլխավոր շտաբը եւ գլխավոր շտաբի պետը ժամանակին զեկուցել են։ Եվ ես պարզ օրինակ ասեմ, ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ասենք ես անձամբ իրեն ռազմաքաղաքական տարբեր միջոցառումների ընթացքում զեկուցումներ չեմ տվել, բայց ես զեկուցել եմ օրինակ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, տարբեր ասենք միջոցառումների, տարբեր օպերացիաների իրականացման, զինված ուժերի կիրառման պլանները ներկայացնելու յուրաքանչյուր զեկուցի ժամանակ մոտ 2 ժամ քարտեզի փաստաթղթերի առջև կներեք այդ բառը օգտագործեմ, քրտնել եմ, միջև որ համոզել եմ, որ իմ որոշումը ճիշտ է, կամ էլ այդ որոշումների ընդունման ժամանակ իրենց տված ցուցումների համաձայն ճշգրտումներ եմ մտցրել։ Դա նշանակում է, որ երկրի ղեկավարությունը նրանցից ոչ մեկը զինվորական չի եղել, բայց իրենք քաջ գիտակցելով իրենց պաշտոնի պատասխանատվությունը, միանգամից ընկղմվել են, կարծում եմ, որ նաև գիշերները տարբեր զինվորականների հետ միասին քննարկելով, առաջարկությունները լսելով տիրապետել են այդ իրավիճակին։ Սա նորից փաստում է նրա մասին, որ մենք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք ոչ կոմպետենտ իշխանություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ոչ կոմպետենտ այդ բանը շարունակում է նաև արտաքին հարաբերություններում այսօր։ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին եւ տեսեք, մի անգրագետ, այդպես պետք է ասեմ, անգրագետ թեզ է առաջ տանում, որ խաղաղությունը անվտանգության երաշխիքն է։ Խաղաղություն չի կարող անվտանգության երաշխիք լինել։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ խաղաղությունը դա հիմնարար արժեք է ազգային անվտանգության, հիմնարար արժեք, այսինքն երաշխիքների համատեղ գործադրմամբ ձևավորված կամ ձևավորվող արդյունք։ Իսկ այդ երաշխիքները գլոբալ առումով երկու մասի են բաժանում։ Ազգային, այսինքն դա մեր ազգի ներքին ամրությունն է, մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր ռազմավարական նպատակը եւ հավաքական կամքը եւ միջազգային երաշխիքներ։ Դա խելացի եւ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն է, երկկողմ, բազմակողմ հարթակներում։ Այսօր ինքը ինչ արեց, այդ ռազմավարական կամքը, հավաքական կամքը, ռազմավարական նպատակները նորից վերածեց, նորից մասնատեց, երկիրը բաժանեց իր թիմակիցների, ընդդիմադիրների նկատմամբ լայն, այսպես հետապնդումներ իրականացնելով, էլի նորից չկատարելով իր պարտականությունը, որովհետև երկրի ղեկավար է եւ իշխանության համար, եւ նաեւ ընդդիմության համար։ Եվ նորից շարունակում է իր պառակտող, ինչու՞ չէ, նաեւ սխալ գործողությունները արտաքին հարթակում, որը կոնկրետ հարված է այսօր հասցնում մեր բնակիչների սոցիալական եւ տնտեսական իրավիճակի վրա։ Եթե ամփոփենք մեր զրույցը, արդեն բավական երկար զրուցել ենք, հիմա եթե մեր ազգային անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, ինչպես Փաշինյանին դուք մեջ բերեցիք, եւ ասում եք ոչ կոմպետենտ է ռազմական գործի առումով, Ադրբեջանն էլ տեսնում ենք, որ զորավարժությունները անում հարձակողական բնույթի, այսինքն գուցեև հետագա մի էսկալացիա են պատրաստում, դրա գնահատականը արդեն դուք կտակ պատրաստվում են թե ոչ։ Այդ դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը չի գալիս եւ նոր պատերազմ է լինում,
ինչ կլինի Հայաստանի հետ, որովհետև էլի իշխանության Նիկոլ Փաշինյանը էլի քաղաքացիական պայմանագիրն է, նաև գնահատելով այս պահին մեր բանակի զինված ուժերի ունակությունները, ձեր կարծիքով եթե նման մի հարձակում էլ լինի, ինչ կլինի մեզ հետ։ Տեսեք, Ադրբեջանը որքան էլ որ խոսում է խաղաղության մասին, այնուամենայնիվ նրա ղեկավարությունը, որը որ Նիկոլ Փաշինյանի կառուցողական ընկերներն են, գնահատում է իրավիճակը, գնահատում է Հայաստանում տիրող իրավիճակը, գնահատում է Հայաստանի զինված ուժերի ընդհանուր առմամբ գործունեությունը, զարգացման ընթացքը, ուժերի հարաբերականության ուղղությամբ համապատասխան գնահատականներ է տալիս եւ դրանից բխող նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հնարավոր գործողությունների բնույթը իր զինված ուժերը այնուամենայնիվ զարգացնում է, պատրաստում է հնարավոր գործողությունների, այդ զորավարժությունները, կուտակումները դրա արդյունքն է, որովհետեւ զորավարժություններով եւ նաեւ այլ գործողություններով իրենք ցույց են տալիս իրենց ուժը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պատշաճ մակարդակի կամ համապատասխան քանակությամբ պատրաստության, մանավանդ զորավարժությունների միջոցառումներ չեն անցկացնում, որովհետև ինչպես կան մանրախնդիր, այսպես նաև մեծամիտ մարդիկ, այնպես էլ իրենք վերաբերում են նաև զինված ուժերի պատրաստությանը։ Եզրակացությունը մեկն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է պատշաճ մակարդակի համալրվեն, որպեսզի ունենան համապատասխան քանակությամբ եւ ռեզերվներ, եւ համակողմանի ապահովման ստորաբաժանումներ, որոնք որ բացի առաջի գծից նաեւ զբաղվեն զինված ուժերի պատրաստությամբ զորավարժություններով։ Այս իրականության մեջ ուժերի բալանսը միանշանակ Ադրբեջանի օգտին է եւ Ադրբեջանը տաստված չլինի, բայց ցանկացած ժամանակ պատրաստ կարող է լինել նաեւ ռազմական գործողություններ իրականացնելու, բայց իրենք դրա կարիքը չունեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հանձնում է եւ այստեղ խնդիրը մեկն է, որ գոնե այս ապագա խորհրդարանի եւ ընդդիմադիր ուժերի համախմբվածության պայմաններում կարողանան այս ամենը կանխել եւ հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, որը որ մեր երկրի գործունեությունը այսպես շարունակական անկման է տանում։ Պարոն Օհանյան, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Պաշտպանության նախկին նախարար եւ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Մենք կհանդիպենք, լավ եղեք։